Մենք բոլորս բազմաթիվ անգամներ կարդացել ենք Ղարաբաղի պատերազմի մասին եւ ինչպես հաճախ է լինում, այդ պատերազմը հիշողությունների մեջ գնալով ավելի այսպես որոշ մարդիկ իրենց դերակատարությունը սկսում են մեծացնել, փոքրացնել ուրիշների դերակատարությունը, գիտեք, միշտ այդ ամբողջը որոշակի քաղաքական հենք ունի։ Հետևաբար լսել մարդկանց, ովքեր մասնակցել են եւ իսկապես մասնակցել են այդ պատերազմին, այն էլ բավականին կարևոր կետերում, դիրքերում, վայրերում շատ կարևոր է։ Այսօրվա մեր հյուրն է Հայաստանի զինված ուժերի առաջին դիվերսիոն հետախուզական ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը, որը ամբողջ պատերազմի ընթացքում բազմաթիվ անգամներ անցել է թշնամու թիկունք, մասնակցել է շատ գործողությունների, որոնց մի մասին, դեռևս մի մասին ինքը կպատմի, բնականաբար դեռ շատ բաներ կա, որ միգուցե երբևէ չպատմվի կամ ավելի ուշ ժամանակները։ Այսօր պարոն Վարդանովը պիտի խոսի Ղարաբաղի պատերազմի օտարերկրացիների մասնակցության մասին ազերիաթուրքերի կողմում։ Սա խիստ կարևոր թեմա է, ովքեր են մասնակցել, ինչ են արել, որովհետև ի վերջո ցավոք սրտի պատերազմը դեռ ավարտված չէ, զինադադար է, հետևաբար նման մանրամասները մեզ թերևս հնարավորություն կտա կանխատեսելու նաև թե ապագայում ով կարող է մասնակցել եւ ով կողմից։ Ընտրել պարոն Վարդանով։ Բարի երեկո։ Ես երևի 10 օր հետո մեր հետ հանդիպի։ Փոխարինում եմ այսօր մի ուրիշ բանախոսի պարոն Սիսլյանին։ Դրա համար մի քիչ ավելի կարող է ասենք անպատրաստ ստացվի, ինֆորմացիան նույնն առնելու, ուղղակի մի քիչ ավելի քիչ գրագետ հայերեն բառեր եմ օգտագործել, նախորդ եմ զուշացել։ Իմ պատրաստվելը լինելու էր ուղղակի այն ինչ որ ես ձեզ ասել եմ, մի քիչ ավելի գրագետ հայերեն մատուցման ասենք եղանակ։ Քանի որ ես պատրաստվելու քիչ ժամանակ եմ ունեցել, խոսամ այնպես, ոնց որ սովորական, ասենք իմ լեզուն է։ Երևանի ժարգոն, մի քիչ ռուսերեն բառեր։ Ինձ նախորդ դրա համար ներողել եմ։ Ուրեմն պատերազմը սկսելուց առաջ շատերին թվա թե պատերազմը այդպես ինքնաբուխ ստացվեց, դա այդպես չի, բազմաթիվ անգամ ես դրանում համոզվել եմ, ասենք 90 թվականին այդում ենք միտեղ Հայաստանից հեռու, Մերսկասկան Թուրքիայից հեռու, Ադրբեջան, որ շատերը շփոթվելով կոչվում են, ու այնտեղ մի երևույթի ենք հանդիպում, որ բացահայտ հակահայկական է ու պրոթուրքական։ Ու երբ որ ճշտում ենք տեղացիներից այս նոր բան է, ասում եմ, ինչ նոր բան։ Սարքեն մի 2 տարի է այդում է, 2-3։ Դա խոսում է դրա մասին, որ պատրաստվում էին Թուրքիա։ Միգուցե մենք էլ էինք պատրաստվում։ Մեր պատրաստվելուց թեթև մի բան ասեմ, կոնկրետ իմ անձի հետ կապված։ Ուրեմն հետագայում մի հատ շենք կա, կոչվեց Վանոյի դաչա, դա ներքին գործերի հյուրերի տունն է։ Երևանյան լճից մի քիչ ներքև ձախի վրա։ Ուրեմն այդ տարածքում ինձ հրավիրել էր Մոսկվայից քննչական խումբը 88 թվականի հուլիսի վերջ, որ ես ասենք կամ այդտեղ ձերբակալվեմ կամ ցուցմունքներ տամ, հրավիրել էին երկուշաբթի օրվա վրա, ամսաթվերը կոնկրետ չեմ հիշում, ուրեմն ինձ ուրբաթ երեկոյան զանգ արեցին Վայնկամատից, զինկոմիսարիատից եւ ասեցին շտաբ ներկայացեք Վայնկամատ։ Ասի շտաբ ոնց, ասեց առավոտ շաբաթ օրը։ Ես ներկայացա, ոնց որ արդեն շարժումը եթում էր, ես ակտիվ մասնակցում էի ու շատերը ընտրել էին միտինգներում մասնակցելու ճանապարհը, ես մի քիչ ուրիշ ձև էի մասնակցում։ Միտինգների ապահովություն,
թուրք բնակչության ու հայ բնակչության հարանքում կարտոնի պես դեր են խաղում սահմանապահների Հայաստանի տարածքում։ Ուրեմն վայնկամատ ներկայանալուց երկրորդ բաժիններ կարծեմ տվեցին զինգրքույկը, մի հատ վարդագույն թերթիկ կա այդտեղը կպցրած սովետական զինգրքույկներում, կոչվում է մոբիլիզացիոնное предписание։ Այդ թերթիկի վրա իմ մոտ գրված էր պատերազմի դեպքում 2 ժամվա ընթացքում ներկայանա կարծեմ 86 դպրոց։ Թերթիկը պոկեցին, կպցրեցին, ես անմիջապես դուրս եկա, ասի վերջ, չտենամ ինչա կատարում, բացում եմ նայում եմ գրածա մոբիլիզացիոնное предписание պատերազմի դեպքում անմիջապես նիմեդլենա ներկայանալ Նալբանդյան 104։ Դա KGB-ի շենքն է։ Ուրեմն դրանից 2 օր հետո եթում են քննիչների մոտ, Մոսկվայից ժամանած, այնտեղ ասել էին բոլոր փաստաթղթերը, ես վերցրել եմ կոմիտետական գրքույկս, այդ կոմսոմոլ կոչվածը, պրոֆսայոզի գրքույկս, զին գրքույկս եւ անձնագիրս, տանում տալիս եմ այս քննիչին, քննիչը շատ լկտի հետս խոսում է մոտ 5 րոպե, մինչև հասնում է վայնի բիլետին։ Զին գրքույկը վերցնելուց թերթում է, ասում է предписание, այդ վարդագույն թերթիկը։ Հետո նայում է ինձ, փակում է, հեռանում է, դուրը բաց է թողում, դուրսը կանգնած ոստիկանին, միլիցիային, ասում է ուշադիր նայի, որ չշարժվի։ Մի քիչ հետո վերադառնում է, փաստաթղթերը տալիս, ասում է դուք ազատ եք։ Ես KGB-ի հետ չեմ համագործակցել 100%։ Բայց KGB-ն հովանավորում էր ակտիվ մի շարժման մասնակցի։ Նման բաներ անում էին թուրքերը, թե ինչն էր պատճառը, որ երկկողմանի հետի սրվում էր մեր անվտանգության որոշ աշխատակիցներ ենթադրում էին սենց զարգացում և ուզում էին Հայաստանի պետությունը ապահովեին, թուրքերային կողմից իրանց պետությունը, թե դա Մոսկվայից էր պլանավորվում, չգիտեմ, իրոք չգիտեմ, բայց նման բաներ եղել է բազմաթիվ, պետք անմիջապես իմ հետ է կատարվել, իմ հետ է տեղ ունեցել, ես դրանով ձեզ պատմեցի, որ դուք պատկերացնեք, որ ինչքան ավելի շուտ է սկսել պատերազմը։ Սա ասում են պատերազմը սկսել է 92 թվականից։ Պատերազմը արդեն բախումները, երբ որ զենքով էին ու սպանություններով էր, սկսեց դեռ 88 թվականի փետրվարից։ Հենց այդ ժամանակվանից սկսվեց։ Երբ մենք զենք վերցրեցինք մեր ձեռքը, 89 թվականի սեպտեմբերից, մոտ 1.5 տարի հետո, մինչև այդ մենք չենք հավատում, որ սովետական կայսրությունը կփրկվի, ժողովուրդը գոռում էր Լենին պարտիա Գորբաչով, իսկ թուրքերը ակտիվ պատրաստվում էին, հիմնականում հետագան ցույց տվեց, շատ կոնկրետ տվյալներ ունեցանք, որ թուրքերը պատրաստվում էին Անկարայի օգնությամբ, թուրքական հանրապետության օգնությամբ։ Երբ որ Գորբաչովը թեթևացրեց ռեժիմը, թուրքերը սկսեցին շատ ակտիվ աշխատել Միջին Ասիայի հանրապետություններում և Մերձկասպյան Թուրքիայում։ Դա այդ ասոցիացիան որ երկիրն է։ Իրանք շատ ակտիվ աշխատում էին ու երբ որ արդեն Սովետը քանդվեց 91 թվականի աշնանը, դե յուրե 91-ի կարծեմ դեկտեմբերին ստորագրեցին այդ Բելավեժսկի Սագլաշենյանները։ Այդ ժամանակ թուրքը արդեն բավականին լուրջ, լայնածավալ օգնության ակնկալիքներ ուներ։ Բայց պետությունները Միջին Ասիայում, որոնք սկսեցին ձևավորվել, թուրքալեզու պետությունները, այդպես օգնություն չհասցրեցին թուրքերին։ Զարմանալի է, բայց փաստ է։ Ղազախստանում երկու հատ կուսակցություն կային, որոնցից մեկը անհեշտ է հիշվում Ալաշ էր, այն մեկը չեմ հիշում ոնց էր, բայց իրանց առաջնորդի անունը Հասան էր։ Ուրեմն այդ երկու կազմակերպություններն էլ սկսեցին 91 թվականի գարնանից արդեն դեռ Սովետը չքանդված հավաքել Ղազախստանում տարբեր ցանկացողների, որոնք կգան իրենց կրոնակից եղբայրների եւ
իրանց ցեղակից եղբայրներին օգնության։ Մենք ինչ կարող ենք անում ենք, հիմնականում մեր ստեպը որն էր։ Մենք փորձում էինք ինտելիգենցիայի հետ աշխատելուց շեշտենք, որ իրանք օգուզ են, իսկ դուք ղպչակ եք, իմիջիալոց լավ գրագետ թուրքերը դրանք հասկանում են, եթե կան մարդիկ, ով լավ չեն պատկերացնում, թուրքալեզու ցեղերը երկու մասի բաժանված են այս տարածքում հայտնվել։ Օգուզները դա այսպես կոչված ազերբայջանցիներն են, օսմանները, եւ մի մասը Միջին Ասիայում է թուրքմենական sense, մի կտոր թուրքմենաուզբեկական, մնացածը կիպչակ են, խպչակ։ Ուրեմն, երբ որ դա թուրքալեզու բանին ասում էր, Ղազախին, նա հասկանում էր, որովհետև իր դիմագծերը թուրքից շատ է տարբերվում, բայց երբ որ ասում ենք Պավուլժիայի թաթարներին, իրանք մի քիչ խորտ էին դրան նայում։ Այդտեղ արդեն ուրիշ բաներ են թվում։ Նոր մուսուլմանություն է իրանց մեջ արտնացել։ Ոնց որ մեզ մոտ շատերը քրիստոնյա դառան սովետի փլուզումից հետո։ Տեսել եղավ մուսուլմանական հանրապետություններում սովետական։ Մենք ասում ենք դուք սուննի եք, իրանք շիա։ Դա մեծ տարբերություն է, շիան դա մեղք մեծ գործել, որտեղ ինքը մուսուլմանության դավաճան է, եւ կարճ ասած կարող ենք մի բան անենք, բայց շատ հաճախ հաշվի առնելով մուսուլմանական թեմաների մեջ հենց նույն մուսուլմանության անգրագետությունը մեր քարոզը դեռ չէր խաղում։ Ուրեմն Ղազախստանի կողմերից մոտ 300 հոգի թուրքալեզու նայոմնիկ չէին իրանք։ Մենք ճիշտ ասում ենք նայոմնիկներ, բայց նայոմնիկը որն է, որը գալիս է վարձկանա, չէ, ինքը գալիս է փողով։ Իրանք վարձկան չէին, իրանք փողի համար չէին գալի։ Մոտ 300 հոգի Վալանձոր եկավ թուրքերի կողմից կռվելու, կարելի ասել ջիհադիստ, որտեղ իրանց համար դա ինչ որտեղ ջիհադ էր։ Ուզբեկստանից էլի մի 4-5 կազմակերպություն, հիմնականում Յոլդաշևներ են դեր շատ ակտիվ իրան պահում, այդ Յոլդաշևը կարծեմ պատերազմի ավարտից մի քանի տարի հետո մի հատ կազմակերպություն ստեղծեց ԻԴՈ անունով Իսլամское движение Ուզբեկստանը, որը այսօրով տերորիստական է կոչվում, ուրեմն այդ Յոլդաշևը կամ ոնց որ ինքը հայտնի է Նամանգանի Ղազախստանում, Աֆղանստանում է կռվել սովետական բանակի դեմ, հետագայում եկել էր Ղարաբաղ, այն շատ ակտիվ էր ուզբեկական մասը, շատ ակտիվ էր։ Թուրքերը բացի դրանից, որ մարդկանց հավաքագրում էին միջերկրական այդ մերձավոր արևելքից եւ Միջին Ասիայի երկրներից ցանկացողներին մասնակցել ջիհադին, իրանք Եվրոպայում էին քարոզանում։ Եվրոպայում հիմնականում կարողանում էին մասնագետներ բերել, 1-2 հոգի։ Մասնագետները գալիս էին լավ փողեր էին տանում թուրքերի մոտից ու ոչ մի լուրջ օգուտ չէին տալի։ Ուրեմն Ղազախական այդ 300 հոգին, որ եկել են, իմ տվյալներով մոտ 34 թե 36 զոհ են տվել Ղազախները ստեղ։ Ուզբեկների զոհը մի քիչ դժվար է հաշվել, որտեղ ուզբեկները մենակ Ուզբեկստանից չեն եկել։ Բացի դրանից, երբ որ ուզբեկ բաշին, ուզբեկական քաղաքական առաջնորդը սկսեց պայքարել իսլամիստների եւ փանթուրքիստների դեմ, որ իր անձնական շփանը, ասենք, չպատվասի իշխանությունը։ Այդ ժամանակ իրանք սկսեցին թաքցնել իրանց մասնակցությունը։ Դրա համար ուզբեկների թիվը կոնկրետ հնարավոր չի ճշտել, բայց կային ուզբեկներ եւ Տաջիկստանից, եւ Կիրգիզիայից, եւ Թուրքմենիայից եւ Ուզբեկստանից, բայց իրանք հիմնականում միավորվում էին ուզբեկական, ասենք, փոքրիկ զորախմբերի մեջ։ Իրանք էլ բազմաթիվ զոհեր են տվել։ Արժե շեշտել արտասահմանյան օգնությունը, Ամերիկայի օգնությունը թուրքերին։ Կա մի քիչ իրար հակասող բաներ, որ Ամերիկան մեծ ջանքեր տապեց, որ հայերին օգնություն հասնի Թուրքիայի տարածքով, հացահատիկի տեսքով ու միևնույն ժամանակ ես համոզված եմ, որ Ամերիկայի կառավարությունը տեղյակ էր ու դեմ չէր գոնե այն բանին, որը որ ամերիկյան արդեն թոշակի անցած հատուկ
զորքի ծառայած իրանները Բաքվի կողքը մի փոքր ուսումնական զորամաս էին ստեղծել եւ 2-3 գումարտակ էին պատրաստում կոմանդոս կոչվածներ ուղղաթիռից պարանովիչներ, տեսնում ձիու պես վազել, լավ կրակել կավբոյի պես, լավ ստացվում էր մոտները, բայց քանի որ թուրքը ինքը հատուկ զորքերի պատրաստություն տեսած զինվորներին բերեց բացեց Մարտակերտ։ Եվ Ղարաբաղցիք էլ էշեշ չհասկացան, որ իրանց դեմ կոմանդոսները դրին սարին փրտին։ Որը իրանց մի չարգանքով վերաբերվեին, ամենքը իր արդեն մի հատ Ռեմբո էր, մի հատ կոմանդոս էր, Ղարաբաղցիներն սարեցին մարդիկ մութ։ Ամերիկացիների մասնակցությունը դրանով չավարտվեց։ Ուրեմն ամերիկական ռադիոմիջոցները, որոնք որ վայնի իմուշիստվա են կոչվում, ցանկացած երկիր, որը ունի ռազմական արտադրություն, անպայման այդ ռազմական արտադրությունը զինանյութեր, ռադիոտեխնիկական միջոցներ, օպտիկական սարքեր, պետության իմացությամբ արտահանում ցանկացած պրիվոր։ Կոնկրետ մեր ջոկատը մի մեքենա ռադիոսարքավորում է ոչնչացրել հակառակորդի թիկունքում, որոնց բոլորի վրա USA էր խփած։ Մի հատ հանել էինք, որպես ապացույց փորձում էինք հետներս բերենք, բայց անտերը բավականին ծանր էր, մոտ 20 կիլո կլիներ։ Վերջը արշակին ասեցի գցես։ Իմ արությունը կարող է տեղ հասնենք, որտեղ այդ մեր հարձակումից հետո մեզ հետո հետապնդում էին մոտ 20-25 կիլոմետր։ Այդ ապացույցը մենք այդպես էլ տեղ չհասցրեցինք, բայց այդ մի մեքենա կոնկրետ կամազ գրուզավիկը, որի մեջ բարձած էին արխերով Made in USA արխերով, ավելի շուտ ընդեղ Made in USA չէ, US Army էր խփած, այդ արխերից երևի 10-ը բացեցին, բոլորի մեջ ռադիոսարքավորումներ էր մեծ չափսի։ Հիմա կարող է օդանավակայանի անվանների համար էին տանել Եվլախի, չգիտեմ, կարող է կոնկրետ ինչ-որ զորամասեր, կարող է զորամասերում ցրելով, բայց որ այդ ամերիկյան ռադիոսարքերը միայն ու միայն Ամերիկայի պաշտպանության նախարարության կողմից դաբրոմ կամ Գոսդեպի կողմից դաբրոմ ստանալով այգել Թուրքիի մոտ, դա էլ միանշանակ։ Մի ուրիշ օգնության մասին էլի արժեր անպայման շեշտել։ Ուրեմն բոլորդ գիտեք, որ սովետական միությունը, դա սովետական միությունը, Ռուսաստանի Դաշնությունը, դա ուրիշ պետություն։ Չնայած կենտրոնը միշտ նույնն է եղել, ղեկավարները հիմնականում նույնն են, մեկ-մեկ նույնիսկ դեժավյու ամոթոսներում նայում են Կրեմլում, ոնց որ Պոլիտբյուրոյի անդամներին տեսնեն, հեռուստացույցը որ ցույց են տալի։ Բայց 91 թվականին, երբ որ Սովետը քանդվեց, Ռուսաստանը դարձավ անկախ երկիր, նույնիսկ ինքը անկախության օր ուներ, երևի անկախացել էր Մոլդավիայից կամ Վանից Ուզբեկիստանից, իրոք ուներ անկախության օր Ռուսաստանը։ Հետո փոխեց, կարծեմ անունը դրեց Դեն Եդինինը Նարոդը, ինչ-որ սենց էլի, ամորֆի մի անուն։ Ուրեմն Ռուսաստանը անկախ նույնպես մասնակցել է հայերի դեմ պատերազմին։ Երբ որ ասում են ռուսը չի մասնակցել, այլ տարբեր սովետական քաղաքացիներ սովետական զորքում, դա ճիշտ է, որովհետև մեզ գոնե ռուսական, չէ, սովետական զորքներ անընդհատ հետապնդում, հալածում մինչև 91 թվականի օգոստոս ամիսը, նույնիսկ սեպտեմբեր, բա դրանից հետո էր Ռուսաստանի Դաշնության զորամիավորումներ։ Կոնկրետ 92 թվականին 12-ին, ուրեմն իրանք պետք է ավելի շուտ հարձակվեին, որոշակի գործողությունների արդյունքում մենք կարողացանք այդ օպերացիան մի քանի օրով հետաձգենք։ Որ ամսվա 12-ին։ Հունիսի 12-ին, ուրեմն 92 թվականի հունիսի 10-ին թուրքերը պետք է հարձակվեին ի պատասխան, ասենք, Շուշի գործողության մոտ մի ամիս հետո, մենք հայկական զինված ուժերս օպերացիա ենք ձեռնարկում, որի արդյունքում այդ խմբավորումը, որը կուտակվել էր Ղարաբաղի
դիմաց թուլանման, իրանք մի մասը իրանց տեղափոխում են դեպի Մեղրի, իսկ մոտ մի գոն տեղափոխում են դեպի Նոյեմբերյան, արդյունքում իրանց խմբավորումը թուլանում է։ Եվ իրանք մի քանի օրով հետաձգում են հարձակումը եւ 10-ի փոխարեն հարձակվում են ամսի 12-ին։ Այդ ամսի 12-ի հարձակումը պլանավորել է կոնկրետ մի անձ։ Ամենագրագետ մարդը, որ այդ ժամանակ ճարվեց այդ երկրի տարածքում, դա Կիրովաբադի դեսանտների դիվիզիայի օպերատիվ պլանովի ադելի պետն էր, գնդապետ Սելիվանով կարծեմ։ Ուրեմն բացի դրանից, որ նա դա պլանավորել է, Կիրովաբադում եկար երկու դիվիզիա, դեսանտայինների եւ մոտոհրաձգային։ Ուրեմն ամսի 12-ին վարելիքի պակասի պատճառով ռուսական զորքերը թուրքերին օգնելուց քարտեզի վրա երևի սա կպատկերացնենք, ասած Ղարաբաղի Հանրապետությունը, Կիրովաբադ, Լաչինը ստեղ ներքևը։ Իրանք պետք է շրջանցեին Ղարաբաղը հարավից եւ խփեին Լաչինին։ Քանի որ վարելիք քիչ է առնում, Սելիվանովը օպերացիան մշակում է Կիրովաբադին շատ մոտիկ եւ 3 գումարտակ մոտոհրաձգային, այսինքն մոտոհրաձգային դիվիզիայի 3 գումարտակ, որից մեկը տանկային, հարձակվում է Շահումյանի վրա։ Անկախ Ռուսաստանի մոտոհրաձգային դիվիզիան 3 գումարտակ ուղարկում է հայերի վրա։ Բացի այդ 3 գումարտակից դեսանտային դիվիզիայից 1 գումարտակ մասնակցում, այսօրով երևի այդ աշխարհի ամենաճանաչված նայոննիկին դուք մեկ-մեկ հեռուստացույցով տեսնում եք, աշխարհի ամենաճանաչված, որովհետև վարձկանը փող ավեկալում իր արարքի համար չէ, պատերազմին մասնակցելու համար։ Իսկ այդ մարդուն բավականին հաճախ տելեվիզորով ցույց են տալի, գոնե օգոստոսի 2-ին։ Դա Ռուսաստանի դեսանտի վայսկայի հրամանատարն է, գեներալ Շամանովը։ Գեներալ Շամանովը այդ գումարտակի հրամանատարն է եղել, որը հարձակվում էր Հայաստանի վրա 92 թվականին։ Մեր եթե այդ ժամանակ արդեն դաշնակից չէ, բայց հաստատ թշնամին էլ չէր այդ ժամանակ, Ռուսաստանի դաշնությունը։ Մի ուրիշ մասսայական մասնակցություն օտարազգի ներկայացուցիչների, դա ուկրաինական քաղաքացիների մասնակցություն։ Ուրեմն 92 թվականի օգոստոսի սկզբի թե հուլիսի վերջի տվյալներով շատ ծանր իրավիճակ էր մեր մոտ։ Դե մենք ունեինք քիչ թե շատ մարդիկ, ովքեր որ այս երկրի համար ցավում էին, ազգի համար ցավում էին ու Հայաստանից դուրս էին ապրում։ Մասամբ իրանց հասցրած տեղեկությունների հիման վրա, մասամբ ճակատում ձեռք բերած կամ ճակատ անցնելուց հետախուզության ժամանակ ձեռք բերած տվյալների հիման վրա մենք սկսեցինք տեղեկություններ ստանալ ուկրաինական սպաների Հայաստան գալու մասին։ Մի քանի 100 սպա են կոնտրակտ ստորագրում։ Ուրեմն սկսում է այդ process-ը 92-ի հուլիսի վերջ օգոստոսի սկզբին մեծ մասշտաբների հասնում 93-ի գարնանը։ Մի քանի 100 ուկրաինացի, հիմնականում արտիլերիստներ։ Դա ամենաթույլ կողմն է թուրքերի դեպ։ Արտիլերիան դա մի քիչ հաշվարկ ազգում, պետք է գումարես, հանես, բաժանես։ Իրանց մոտ այդ ամեն ինչ մի քիչ ավելի դժվար է ստացվում։ Իրանց ուժեղ կողմերը մի քիչ ուրիշ օրգաններ են, էլի ուղղակի։ Ուրեմն ուկրաինացիները հավեսով եկան, մեծ փողեր առան, ափսոս քիչ սատկեցին, որտեղ արտիլերիան հիմնականում հեռվից է խփում ու չես կարող մանանես։ Մի հատ արտիլերիստի ռաշոտ ենք մենք վերածել կոնկրետ մեր խումբը, ունեն ստացվեց, որ փախնելուց հանդիպեցինք իրանց։ Հուսանք դրանց մեջ գոնե մի հատ ուկրաինացի կար։ Հուսանք։ Չեմ ման, որտեղ դոկումենտ չենք ստուգել, մենք փախնում էինք այդ ժամանակ։ Ուրեմն ուկրաինացիների մասնակցությունը այնքան բացահայտ էր, որ կոնտրակտները կնքում էին
զինկոմիսարիատներում Ուկրաինայի զինկոմիսարիատներում ուրեմն կնքվում էր պայմանագիր Ուկրաինայում военный представитель Ադրբեջանской Ռեսպուբլիկի եւ այդ անձը պատկերացնում եք զինկոմիսարիատում նայողնիկներ էին հավաքում ուրիշ երկրի համար։ Դրա համար երբ որ ես մեծ հաճույք եմ ստանում, երբ որ ուկրաինացիք իրար գողազ են կրծում, շատերին ասում դու վայրենի ես։ Չէ, ես վայրենի չեմ։ Ուղղակի ես լավ հիշողություն ունեմ։ Շատ լավ։ Գոնե հեռավոր հիշողությունս լավ աշխատում։ Կարող չէ հիշեմ երեքին չեմ կերել, բայց որ ուկրաինացին մեծագույն կորուստ մեզ հասցրեց այս պատերազմի ժամանակ, ես չգիտեմ դուք լավ եք պատկերացնում դա ինչա, բայց 92 թվականի մոտավորապես աշնանը, երբ որ այդ թուրքական լայնածավալ հարձակումը պրծավ, գրեթե բոլոր մեր կորուստները արտիլերիայից, գրեթե բոլորը, 93-ին էլ 4-ին էլ։ Դա նշանակում է մենք դրա համար պետք է շնորհակալ լինենք այսօր իրար բողաս կրծող ուկրաինացիներից։ Մի ուրիշ մեծ մասշտաբի, ասենք, մասնակցում այս պատերազմում արտասահմանցիներին։ Դա Խեկմատյարի օգնությունն էր եղբայր մուսուլմաններին Աֆղանստանից։ Խեկմատյարը Աֆղանստանի այդ ժամանակ երևի արդեն վարչապետն էր դառել, ինքը ընդհանրապես Պուշտուն ցեղերի ռազմական առաջնորդներից մեկն էր, սովետական, ասենք, այդ մեր արշավների ժամանակ շատ լուրջ համբավ ձեռք բերեց Պուշտունների մոտ, ոնց որ հյուսիսում տաջիկների մոտ Ախմադ Շախներ ձեռք բերել։ Խեկմատյարը, որպեսզի մի քիչ թուլացներ այդ ծայրահեղական մուսուլմանական այդ ազդեցությունը իրաց մոտ, շատ ծայրահեղական տալիբներին ուղարկեց Ադրբեջանի Հանրապետություն։ Մերձկասպյան թուրքերն էլ շատ մեծ հաճույք ստացան, որ իրանց երեխեքի փոխարեն աֆղանցիներն են մեր դեմ կռվում։ Սկզբից 1500 հոգի մարդեր։ Այդ 1500 հոգին եկել է Պարսկաստանի տարածքով։ Որ շատերս ասում ենք մեր դաշնակիցը Պարսիկան, Իրանը։ Եկել ասելած թե ոչ մի խոչընդոտ չի առաջացել իր ճանապարհին Իրանի տարածքում եւ կռվել է մեր դեմ։ Պատերազմի վերջում տարբեր թվեր են հնչեցնում, 2.5-ից 4.5 հազար աֆղանցիներ են եղել մեր դեմ կռվող։ Գոնե Հորադիս կայանի եւ քաղաքի բոյը, որ եղան 94 թվականի ապրիլին կարծեմ մարտի վերջ, գոնե այդտեղ շատ մեծ դեր խաղացին Կովկասյան որոշ ստորաբաժանումներ, չեչենները եւ Կոնֆեդերացիա Նարոդով Կավկազը եւ մոջահեդները։ Ու այդ կարծեմ Կայրանն է հիմա մեր մոտա բնակավայրը թուրքերի մոտա կամ հակառակը այդ կեսը հետ են վերցրել աֆղանցիները, չեչենների եւ դաղերի հետ։ Այդ Կովկասի մասնակցությունն էլ պակաս կարևոր չի։ Կովկասյան ցեղերը ունեին հզոր երկու կենտրոն, կենտրոնախույս կենտրոններ, Ռուսաստանը որպես կենտրոն վերցնենք, իրանք ուզում էին անջատվեին Ռուսաստանից, ստեղծեին այդպես մի իմարատ Կավկազ կամ այդպես մի բան, ու Ջոխար Դուդայevն էր մեկը, որը չեչեններին էր տանում դեպի անկախություն, եւ կար մի կազմակերպություն, կոչվում էր Կոնֆեդերացիա Նարոդով Կավկազը։ Այդ երկրորդ կազմակերպությունը վերջը տակ տվեց, չեչենները հաղթեցին ու արդեն Կարաչայները էին գալի, կումիկներ էին գալի թուրքալեզու, մեկ ասավեն չեչեն էինք ասում, թե մենք թե թուրքերը։ Իրանք էլ լուրջ մասնակցություն ունեցան։ Ամենայն դեպս Շուշիից, երբ որ մենք թուրքերին լարում էինք, այդ ժամանակ մեր տղաներից մի քանի հոգի, կոնկրետ մեր ջոկատից Խանյան Տիգրան, Քաչար Սերգեն, որ մասնակցում էին, իրանց հենց աչքի դեմ միակ կազմակերպված ստորաբաժանումը, որ վերջում դուրս է եկել, դա եղել է Չեչենսկի դաշտ։ Իրանք բատալյոն էին ասում, բայց դաշտ է եղել, մոտ 100 հոգի։ Շատ լավ կռվել են մեր դեմ իդեպ չեչենները։ Ոնց որ նաև լավ կռվել են աֆղանցիները։ Մի քիչ առաջ ասեցի։ Մեր դեմ լավ կռվել են ուկրաինացիք։
ռուսները մեր դեմ լավ են կարվել, երբ որ Շահումյան և Մարտակերտն են վերցրել։ Պարսկաստանը, ուրեմն, երբ որ ես զեկուցեցի ժամանակին Վազգեն Սարգսյանին, որ Ամերիկայից ինչ-որ մարդիկ են գալի, Բաքվում լավ դիժինի են անում, բարերում, կայֆավա բան են, ոչ մի բան իրանց չի ասում, ու իրանք ամերիկական համազգեստով, անգլերեն հայերով Բաքվում ֆրֆռում են, Վազգեն ասեց, ես դրանից տեղյակ եմ, դու այդ направлениայից շեղվեք, ես պետք չի։ Դրանից հետո մենք ունենք մի մարդ, որը մեր օգտին էր աշխատում Բաքվում, ինքը շատ կոնկրետ երկու տեղ ասեց, երկուսն է դոսավների տարածքներ են, որտեղ այդ ամերիկացիք սկսեցին պաշտպան անել, կազմակերպել ուսումնական պրոցեսը թուրքերի հետ։ Վազգենը արդեն բարկացավ իմ վրա, դու դրա հետ գործ չունես, գործ չունեմ։ Բայց ես ոչ մի տեղեկություն ցավոք չունեի, դու մի ասա պարսիկներն են օգնում, ոչ միայն մոջահեդներին բաց թողելով, որ իրանց տարածքով անցնեն։ Իրանք 2-0 խաղում էին, տպավորությունը, որ Ձախը աչից տեղյակ չի։ Ձախով մեզի, չգիտեմ ինչից Պեչենի էին բերում հասցնում, որ թղթի պես վարվում էր, մի քիչ վարելիք էին հասցնում, իսկ աչով պարզվում է բացի դրանից, որ մոջահեդներին էին անցկացնում։ Մի քանի տարի առաջ Պարսկաստանում, Իրանում պրեզիդենտի թեկնածուներից մեկը հայտարարեց, որ երբ որ ինքը ղեկավարում էր ԿՍԻՌ-ը, դա Կորպուս Ստражի իսլամской ռևոլյուցիի հետ, ոնց որ իրանց, չգիտեմ ինչ զորքեր ասեն, KGB-ի զորքեր, շատ հզոր կառույց է։ Այդ դու մի ասա, ինքը հայտարարեց այդ գեներալը, որ իրանք ոչ թե մենակ թուրքեբանը մոջահեդներին բաց են թողել իրանց տարածքով, այլ նաև ուսումնական կենտրոն են բացել։ Ես երևի շատ վատ հետախույզ եմ եղել, որ իր հնչեցրած հսկա կենտրոնից տեղյակ չեմ եղել, դե բնականա մենք նոր էինք փորձում ոդիկային էինք, ու ամեն ինչից տեղյակ հնարավոր չէր, բայց պարզվում է իրանց ուսումնական կենտրոնը 3-4 անգամ ամերիկյանից ավելի մեծ է եղել։ Ծավիմ ասած ընդրում է գալի, որ չկան Հայաստանին չէ, այլ ցանկացած պետության համար բարեկամներ չկան, դա սուտ է։ Այսինքն շուրջ նայենք քարտեզով, 1000 կիլոմետր շարավիղով, 10,000, բոլորը մեզ հակառակորդ են, թշնամի չեն, հակառակորդ են, մեկը տնտեսական, մեկը քաղաքական, մեկը չգիտեմ ինչական, մենք չունենք բարեկամ, վրացիներ չունի բարեկամ, չունի ռուսը բարեկամ, անգլիացին, հիմա նայեք, այդ նույն Ուկրաինայում, ով ասես կռվում է, չէ, ասենք այդ Նովորոսիայի դեմ, բայց նաև ով ասես Ուկրաինայի դեմ է կռվում, լեհը ուկրաինացու դեմ է, միևնույն ժամանակ ուկրաինացուն կողմը, լեհը դեմ է ուկրաինացուն, որովհետև իրանք բենդերական են, իսկ բենդերները լեհերին շատ հավեսով կոտորել են, բայց միևնույն ժամանակ իրանք ստրատեգիական շահերը դրդում են լեհերին, որ իրանք ուկրաինացիներին մի քիչ պատժ կանեն, որտեղ նրանք հակառուսական ճամփա են բռնել։ Մենք պետք է հասկանանք, որ մենք որ ցանկացած ազգ մենակ է, մնացածը իրան հակառակորդ են։ Եթե խելացի ես, ոչ մեկ քո հակառակորդներից քեզ թշնամի չի դառնում։ Եթե խելացի չես, թշնամի ձեռք ես բերում։ Եթե խելացի չես, բայց այնքան ուժ ու ասենք դուխ ես ունենում, ջարդում ես հակառակորդիդ։ Եթե խելացի չես, ոնց որ թուրքը, ամեն դուխ չունես, հայտնում ես այս իրավիճակում։ Քեզ ծեծում է, քեզանից 50 անգամ ավելի փոքր պետություն։ Հենց այնպես չեմ ասում 50 անգամ, որովհետև Հայաստանի կողմից պատերազմի մասնակցությունը չասեմ են, որ կամավորականներ և ստորաբաժանումներ Ղարաբաղին տեղափոխվում։ Բայց այս ազատագրված տարածքների մի հատվածը չհաշված, շատ պասիվ էր, հիմնականում շեղող, ուշադրություն շեղող, Աֆրիկայში ուդարներ,
ծակոցներ, որ թուրքը շատ չթեթևանա, սավիրազորքերը չտանի Ղարաբաղի դեմ կայունացնի։ Հիմնականում 150 հազարանոց Ղարաբաղի բնակչությունը կամավորների օգնությամբ պաշտպանվեց թուրքերից։ Երբ որ խելոք չես եւ դուխ չունես, հայտնում ես Մերձ Կասպյան թուրքերի վրա, քեզ փուչ ջուրիկ, բայց ասենք համար Ղարաբաղցին ծեծում։ Երևի այսքանը։ Հարցեր կան։ Հարցեր, անեցեք, արդեն դուք ասեք։ Շնորհակալություն հետաքրքիր դասախոսության համար։ Այսօր շատերը փորձում են վերլուծել եւ հասկանալ օտարերկրյա այդ միջամտությունների արդյունքում, օրինակ չեչենները նույնիսկ իրենց գրառումներում նշել են, որ իրանք ձախողվել են այս պատերազմում ու փորձում են բացատրել ինչու։ Շատերը պատճառ նշում են, որ օրինակ իրանք սովոր են փողոցային մարտերի եւ ընդունակ չեն բաց սահմաններում, այսպես կանոնավոր կերպով, այսինքն պատերազմական գործողությունների ընդունակ չեն։ Ձեր կարծիքը ինչպիսին է։ Եթե փորձենք վերլուծենք չեչենների մասնակցությունը թուրք-ղարաբաղյան պատերազմում, իրանք շատ նորմալ կապեր են, ամեն ինչ էլ ընդունակ զինվորներ են։ Եթե նայում ես առաջի չեչենական պատերազմը, իրանք քաղաքում էլ լավ կռվող են, ճիշտ եք ասում, կարողացան գրեթե հաղթել Գրոզնիում։ Եթե նայում ես երկրորդ չեչենական պատերազմը, իրանք սարեր, ձորեր, դաշտերում էլ լավ կռվող են։ Կարճ ասած իրանց ձախողումը, երբ որ հայտարարվում է զինվորների կողմից։ Ամեն մարդ ունի իր տեսակետը։ Ես մեկ-մեկ, երբ որ խոսում եմ բավականին, դե լինելով փոքրիկ, հետախույզ դիվերսիոն ջոկատի հրամանատար, հետագայում Դիլիջանի ջոկատը մտավ մեր ջոկատի, ասենք, ջոկատային միավորման մեջ, Սևքարի ջոկատը, Համզաչիմանի, կարճ ասած 130 հոգի մարդ առան։ Ես որտեղից եմ այդքան բանում։ Դրանից, որ ես կոնկրետ ուղղակի ջոկատի հրամանատար չի։ Ես անմիջապես Վազգեն Սարգսյանի ենթակայության տակ եմ եղել։ 90 թվականի մայիսի վերջից, անմիջապես Կայարանի դեպքերից հետո, մինչև պատերազմի ավարտ։ Դրա համար շատ բան գիտեմ, ու գիտեմ ոչ զինվորի, ոչ փոքր ջոկատի հրամանատարի, ասենք, մակարդակով։ Ամեն մարդ տեսնում է իր տեսադաշտը։ Երբ որ չեչենական զինվորը վերլուծում է իրանց առաջ խաղացումը չստացվեց, հետ քաշվելը չստացվեց, հայ իրան մարդավարի պահեց, այս բանը շուշուտ ենք, չէ՞, մենք մեջ վերում ամ թուրքը, թուրք չտվեց դիակին հետ տանենք մենք չեչեններով, կամ ոչ հայը գար օգներ, sense լեգենդներ ու իրական լեգենդներ շատ կա։ Դա ընդհանրապես զինվորի բանը, ասենք, վերլուծությունը։ Իսկ ռեալ որ նայում ես կոնկրետ թուրք-ղարաբաղյան պատերազմին չեչենները եւ Կովկասյան մյուս ներկայացուցիչները եկան ոչ թե մեզ հաղթելու, այլ որպես ուսումնական պատիգում։ Իրանք եկել էին պարապեին, թե ոնց անեն, հետո անկախանան զենքով։ Իրանց պարապմունքը փաստորեն այնքան լավ էր անցել, որ իրանք ռուսներին մի փոքր կարգին խնդիրներ առաջացրին։ Եթե փորձեմ եք շփորեք խոսալ։ Առաջի չեչենական պատերազմի ժամանակ շատ լուրջ խնդիրներ, համարյա թե անկախացել էին։ Ուղղակի հետո մի քիչ ավելի համար բանի մարդու հանդիպեցին, որը թույլ չտվեց իրանք անկախանալ Պուտինի հետ։ Ընտրեմ։ Սադյան արեք, ես ճիշտ հետաքրքրվել եմ վարձկանների եւ կամավորների մասին, ովքեր մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին, բայց ճիշտ ասած Ամերիկայի մասին առաջ անգամ եմ լսում։ Եթե կարելի է պարոն Մարտոնովիչ մի քիչ ավելի մանրամասն պատասխանեք, ես ասի կապած Ամերիկայի հետ ինքը ինչ շահերն են Ղարաբաղում։ Եվ երկրորդը բացի այդ նշված այդ ազգերից, նաև ուրիշ ինչ վարձկաններ են, ես գիտեմ, որ Պրիբալտիկայից են ինչ-որ սնայպերներ, Միլը չի, ես դրա մասին չասեցի, հիմա խոսքի օրինակ ինձ Հարասլավիա էին կանչում, հիմա որ ես այդ նշանակում էր հայկական վարձկաններ գնացին, հա, չէ, դա չի նշանակում, դա նշանակում է ինչ կանալներով ես այնտեղ հայտնվել եմ, որտեղ իմ բանակային ընկերներ ինձ հրավիրել, ես դրա համար դրա մասին չխոսացի, ես խոսացի
այն վարձկանների կամ ոչ վարձկան վալանտյորների մասին, ովքեր որ մեծ քանակությամբ ու մասնակցությունը մեծ դեր խաղաց։ Դա իսկ ամերիկացիները ինձ թվում է ընդհանրապես հասկացան, որ կարելի է իշխել նավթին, ոչ թե 18 թվականին անգլիական ձևով կամ 18-19 թվին թուրքական ձևով, այլ կարելի է այս ձևով մի քանի հատ խելքը գլխին մարդ ուղարկել, այնտեղ բանակը իրանցով անեն, կտրեն բանակը, իսկ նման երկրներում, որտեղ պատերազմը հետում բանակը շատ մեծ ազդեցություն ունի, անգամ ոչ բանակային, բայց գլխավոր հրամանատարը մեր մոտ փաստացի Վազգենն էր եւ իր իշխանությունը շատ երկար տևեց պատերազմից հետո էլ չէ։ Նույնիսկ շատ լուրջ կարծիք կա, որ պրեզիդենտին ինքը ստիպեց հրաժարական տալ։ Դրանից առաջ ինքը պաշտպանեց պրեզիդենտին Լևոն Տեր-Պետրոսյանին գահի վրա։ Նույնիսկ ասենք ամերիկացիները մտածում էին, որ մեծ ազդեցություն հավաքեն մեծ աչոքներ Մերձկասպյան թուրքերի մոտ եւ հետագայում իրեն իրանց նավթին։ Եվ ինչի՞ չէ նաեւ տարածքին։ Պաստորեն ողերին դաշնակցի պես չի աջակցել, ոնց որ մեր շահերտավոր կոչված դաշնակիցը Ռուսաստանն աջակցել։ Այդ աջակցություն չի ցուցաբերել։ Չէ, բայց ինչ տարբերություն։ Ամեն պետություն իր շահերն է ապրում առաջ։ Ես մի քիչ առաջ ինչ էի ասում, ինչ կապ ունի ասենք։ Հիմա մեկին պետք է որ Ամերիկային պետք է որ զորքերով լցվի Աֆղանստան։ Դու Աֆղանն չէ, բայց իրան պետք էր։ Դա լցվեց այնտեղ։ Իրան պետք չէր Սիրիա զորք բերել, չէր բերում, չի բերում։ Հիմա Ռուսաստանին է ժամանակ պետք էր որ մեզ չթողի մենք հավլրգենք։ Դրա համար Շուշիից հետո մի փոքր մեզ սառը դուշ էր պետք։ Ու քանի որ ամեն ինչ տոշնի անունով ասեմ, թուրքերը չմա են, իրանց վրա հույս չդրեց։ Դուք ասեցիք, որ Պարսկաստանի տարածքով 150 հոգի վարձկաներ 1500 մոջահեդներ։ Եվ Պարսկաստանը ոչ մի խոչընդոտներ չստեղծել։ Հետևաբար, եթե պատերազմ լինի, ցանկանայի լսել ձեր կարծիքը, Պարսկաստանը կստեղծի այդ խոչընդոտները, թե չի ստեղծի այդ անձնական կարիերը։ Ինձ թվում արդեն կստեղծի, որտեղ ինքը հասկացավ, որ շիիզմը դա են, ասենք, պլաշատկեն չի, որի վրա ինքը կարար սենց անելով թուրքին մոտիկացներ իրան։ Թուրքը, ինչքան ուզում ես գելին կերակրի անտառանայում, չէ։ Ուզում է շիարնի, ուզում է, եսիմ, խակասների կամ տուվայի նման, եսիմ, բազմաստված ըրնի, թուրքը, արում իրանը կանչում այն։ Պարսիկը ինձ թվում է դա հասկացել է։ Ու արդեն եթե չօգնի մեզ բաց այդ պատերազմական գործողություններին մասնակցելով որպես, ասենք, բանակ մսնողը, գոնե սահմանը փակի տակ կպահի դրա համար, որ ոչ մի ձևով իր այդ 14-15 միլիոն թուրքալեզուները հանգարց չտպրտանան դեպի ամոթ։ Խնդրեմ։ Որ ես Հունգորիան այդ ուտուտ եմ հասկանում, Վրաստան, Ռուսաստան։ Դա իմ կարծիքով պատերազմ չէր, պատերազմը միջև հիմա չի պրծել, այդ զինադադարը խախտվում է, ու դա իմիջիալոց շատ տարածված ձև է, զինադադարը կնքված է Լիբանանի և Իսրայելի միջև, բայց մեկ ընդեղից են կողմ, այս կողմ կրակում են, զինվոր են գողանում, թեժ, ասենք, փուլա մտնում զինվորի խաթր, եթե 2 սերժանտի խաթր մտնում են Լիբանանի կեսն են գրավում, նույնը հիմա զինադադարը, ասենք, բանում, Լուգանսկում, Դոնեցկում, բայց նրան իրար սպանելով, նույն ձևով մեր մոտ է։ Զինադադարը դա խաղաղ պայմանագիր չի, անգամ խաղաղ պայմանագիրը գարանտիա չի։ Ինչքան բանակդ այնքան, ինչքան ուժեղ է բանակդ, այնքան ավելի քիչ մարդ կճարվի, որ կուզենա քո սահմանների վրա ոտնձգությունները։ Ինչ վերաբերում է նրան ինչով էր բացադրվում այդ մի քիչ թեժանալը սահմանում։ Ուրեմն Թուրքիան Օսմանյան, Մերձկասպյան Թուրքիային մշտական ռազմատեխնիկական և ռազմական օգնություն հասցնում։
Այդ օգնության ձևերի մեջ մտնում են նաև թուրքական որոշ ստորաբաժանումների գրեթե 100%-անոց անձնակազմի ուսումնական process-ի կազմակերպումը Թուրքիայում։ Դրանց մեջ մտնում են հատուկ ջոկատայինները։ 100% անցնում են Մորսկոյ սպեցնազը իրանց, անձնակազմի մոտ 80%-ը անցնում են մնացած հետախույզ դիվերսիոն ստորաբաժանումները։ Հիմա իրանք, որ անցնում են այդ պատրաստությունը, պետք է գան այդ Բաքվի խանին ինչ-որ ձևով զեկուցեն չէ շեֆ, պես դիպլոմ բան, էլ ասում չեմ հավատալ, նա ցույց տվեք, հետո այդ ամեն ինչի համար փող են իրանք վճարում, հսկայական գումարներ են ծախսում իդեպ, որ ես ասեցի չմա, հենց այնպես չեմ ասում, որ այդ ժողովուրդը չմա, իրանք չմա, որտեղ այդ գումարներով կարելի էր ասենք Հայաստան չէ, միջև Սախարը անցնել թուրքական բանակին, որտեղ գումարը մեծ դեր է խաղում, բայց հիմա եթե հաջուր լսնես մի հատ քարի վրա ինքը դրանից սերմ չի դառնա կամ փոփոխ որ հետագայում ծառ դառնա չէ ջերմա ջերմա իրանք պետք է քննություն անցնեն բացի դրանից մի բան էլ կա որ հաստատ արժե իմանալ ուրեմն իրանք ունեն սնայպերական մի դպրոց Թուրքիա Հերսկասպիան իրանք բոլոր շրջանավարտները միայն սնայպերի կոչում են ստանում, երբ որ կամանձիրովկա են, ասենք, գալիս սահման և վերադառնում են։ Ու եթե ինքը գալուց հետնել կարում է մի ազատամարտիկի չէ արդեն զինվորի սպանի, նա այդ ժամանակ համարվում է առաջի աստիճանի սնայպեր։ Հիմնականում այդ թե սպեցնազի ավարտելը, թե սնայպերների դպրոցի ավարտելը գալիս է համարվա վրա եմ դրան։ Ինձ թվում է այդտեղ զուգադիպել է իրանց ավարտական քննությունները և մեր նախագահների հանդիպումները, որ պետք է տեղի ունենար։ Դրանից առաջ միշտ իրանք փորձում են աչոք հավաքեն, որ ավելի խիստ խոսանել, ասենք, Սերժի հետ դրանից առաջ մյուսների։ Մենք գիտենք բաժնում շատ Թուրքիայի քաղաքացիներ ու Ադրբեջանի քաղաքացիներ կռվում են Սիրիայում և Իրաքում ու վերադառնում են։ Արդյոք իհարկե ինչ-որ լիգայով մեծ նշանակություն ունենան ամեն չափերի են, որ իրենց չմոյցին մի քիչ կծածվի։ Գիտեք մենք բախտ ինչում ա բերել, ուրեմն Թուրքը չի վստահում իր տարածքում եղած այն ժողովուրդներին, որոնք որ թուրքալեզու չեն և այդ ազերբայջանский народի ինտեգրացիան, այդ ասիմիլյացիոն պրոցեսների մի քիչ դիմադրում են։ Ու հələ մինչև հիմա իրանց լեզգի են զգում կամ թալիշ ավար։ Թալիշը իր մենտալիտետով մեզ շատ մոտիկ է, մի քիչ խելացի, մի քիչ դուխով, ոնց որ մենք էլի։ Բայց իրան անճարի տեղ վերած, ոնց որ մենք։ Ուրեմն լեզգին ու ավարը շատ դուխով, շատ խիզախ, հիմարության աստիճան։ Իրանք թուրքերը ոչ են իրանց մենտալիտետի մեջ։ Բայց իրանք երբ որ սպեցնազ են կազմում և սնայպերներին են կազմում, չէ՞ հատուկ սնայպերական ուսում անցած։ Իրանք այդ տարածքներից մարդ չեն վեկանում, եթե վերցնում են զտարյուն օգուզների են վերցնում։ Որովհետև այդ մարդը հատուկ գիտելիքներով շատ հանգիստ կարող է հանկարծ օրերից մի օր արթնանա, ասի ելը մի րոպե։ Եթե ես ադրբեջանցի եմ կոչվում, բայն հոր լեզգինին, պապ լեզգինին չեն ծեծելով ոստիկանները լավն փողոցից, չէ, ու սկսի կրակել, կամ ժնարքներ օգտագործել։ Այդ մեր բաներից պաշտպանվելու համար ինքը չի տանում ուղղակի հատուկ պատրաստության պետազգերի ներկայացուցիչներ։ Դրա համար իրանք գալիս են 30 հոգով հատուկ պատրաստություն անցած մարդիկ ու արձակում են մի պոստի վրա, որտեղ ասենք 7-8-10 հոգի զինվորներ են նստած։ Այն դեպքում որ հակառակը պետք է լինի, մեկին 3 պետք է իրանք քիչ ունեն, եթե իրանք այդքան լավ են։ Դուխները չի երևում։ Գիտելիքները ինչքան էլ մտնում ես գլխների մեջ, չի մտնում։ Այդ ազգը չի համապատասխանում այդ ամեն ինչին։ Մի քիչ բարձր խնդրեմ։ Երկրորդն այս տարվա
երկու հարց միացրեցիք, բարձա, առանձին ասա։ Ուրեմն կա այն պետություններ, որոնք մեզ օգնություն են հասցրել, թվում էր անշահախնդիր, իրականում իրանք ղեկավարում էին իմ թշնամին, իմ բարեկամն սկզբունքով։ Ուրեմն Վազգենը մի քիչ իր մեջ լավ հիշողություն ուներ, էլի։ Երբ որ նեղացել էր ինձանից, որ հարսանեկի քաղաք չի դառնալու, երկու անգամ խնդրեց, ասաց չէ, դու չես դառնալ, Սամոնա դառնա։ Անենց արեց, որ հարսանեկի ժամանակ Սադամ Հուսեյնին կարգեց, Խաչատրյան Սամվելին կարգեց, մեր այդից մեկն Խաչատրյան Սաման ալպինիստական ջոկատի հրամանատարներ ափսոս մահացել է։ Ուղարկեց եկավ հարսանեկի ծաղտղեկին հավաքեց գնաց Բուլղարիայի Սամալուտը դատարկելու այդ անձնակազմը։ Հարսանեկի ժամանակ 400 հոգի պատկերացնում եք, ու այդ 400-ից մոտ 150-ին հավաքեցին տարան ու հիմնականում տղերքին։ Դարել էր ձիվիշնիկ հարսանեկը։ Նրա պատճառով, որ Բուլղարիայից օգնություն էր եկել, զենքով։ Բայց Բուլղարիան ընդհանրապես մեր թշնամին էր։ Հենց այդ ժամանակ մոտորապես սկսեցին Հունաստանում, դե հույները, քանի որ Թուրքից ծեծված են, միևնույն ժամանակ Թուրքին չեն սիրում։ Իրանք սկսեցին անշար օգնություն մեզ հասցնել, բժշկական, ռազմական բժշկության համար ուսանողներ ընդունել։ Բայց էլի մերսի, շնորհակալ ենք, հա, օգնում էին, մեր դեմ ոչ մի բան չէին անում։ Բայց էլի եմ ասում, մենք իրանց թշնամին էին դրա պատճառով։ Այդ դեպ Հունաստանում այն ժամանակ ունենց հետաքրքիր կուրիոզներ էին պատահում, ուրեմն ես հույների հետ եմ հանդիպում, երբ որ իմանում եմ, որ ես Հայաստանից եմ, ինձ ասում են, այ հեսա, որ մտնեք Թուրքիա, ջարդեք Թուրքիային, կտակ չէ կղզիները մեզի երկիպոս։ Ես ասում եմ, մենք 3 միլիոն ենք, դուք 9 միլիոն եք։ Դուք 3 անգամ ավելի մեծ շանս ունեք իրանց հաղթելու։ Ինձ ֆենոմենալ պատասխան տվեց։ Չէ, մենք չենք կարող իրանց հետ կռնանք, մենք մի դաշինքի մեջ ենք, ՆԱՏՕ-ի մեջ ենք։ Ֆենոմենները ասում եմ, ուրա կոզացով ըրներ էլ ենք, մտնեինք ազատենք, տոպտայինք ձեզ կղզիները, մենք անենք, կղզի չենք սիրում։ Մերը թերակղզին։ Երկրորդ հարցը որն է։ Ինչպես է գնահատում։ Ուրեմն այն դիվերսանտները, որ հակերտավոր, որ դիվերսանտ չէին, որ Քելվաջարում հայտնաբերվեցին, դա ինձ թվում է կապ չուներ այն բանի հետ, ինչը տեղի ունեցավ դրանից հետո։ Ուրեմն թուրքը շատ հաճախ ինչ-որ լարվածության առիթ է գտնում ու շարունակում է դա բերում է լայնածավալ ինչ-որ պրոցեսների։ Նմանատիպի մի բան եղել է, ուրեմն երբ որ Ղզլ Հաջի գյուղում, սա ինձ 2 տարի, թե 1.5 տարի առաջ զոհում են 2 զինվոր։ Երկուսի վրա բարութի հետքերով, դա նշանակում է մոտիկից է կրակվել։ Երկուսն էլ 5.45 փամփուշտով, դա նշանակում է AK-75, որը եթե հեռուեթում էլ շատ ճշգրիտ կրակոց չես անի հեռավորության վրա։ Իսկ Ղզլ Հաջի դիրքերը մեր դիրքերից 800-ից 1000 մետր հեռավորության վրա են։ Երբ որ պարզվեց, որ մեկը ավառ է, մեկը լեզգի է, շատ արագի մեջ բարութի հետքերը կորան, 5.45-ը հայտարարված դառավ 7.62 եւ լայնածավալ սնայպերական հարձակումներ եւ դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր տեղի ունեցան։ Դա կարծեմ անցած տարվա վերջեր թե գարնանկով։ Նման բան եղավ ինձ թվում է այս ավազակների հետ, որոնք եկել էին քեֆ անելու։ Ինչի եմ հավատում, որ դրանք ավելի շուտ ավազակ էին, մեզ ձրատա լինի դեպի իրենց ավազակ լինելը, կբացատրեմ ինչի։ Որովհետև ես էլ եմ նման ձև ինձ պայել։ Ես մի քանի անգամ Նախճիվան որսի եմ գնացել, դե հրավիրել եմ գնացել եմ, չնայած ես կենթանին կրակել վաղուց չեմ սիրում, բայց Նախճիվանը չնայած մեր հողն է, թուրքերի ձեռն է, ասի դե էդի մեր կենթանին չի, այսրան կարելի է կրակել, ու գնացել եմ։ Դա եղել է մինչև 98 թվական պատերազմից ավարտելուց հետո ես 2 անգամ Նախճիվան որսի եմ եղել։ Նույն ձևով ինչ-որ անցքեր գտվել է Նախճիվանում, մենք եթում էինք, հիմա իրանք այդ անցքը գտան, գալիս էին իրանց խիզախությունը ապացուցելու համար։ Ես
երևի էլի խիզախություն է ուզում ապացուցի, կամ ուղղակի ուզում էի թուրքի խոզի միս ուտել, չգիտեմ։ Ինձ թվում է դա էր։ Իսկ թուրքը հետագայում այդ ուրցրեց եւ դարձրեց դիվերսիոն, հակադիվերսիոն գործողությունների sense մի հատ լարում ճակատում։ Ինչի համար է մեզ ձեռ տալի, նույնիսկ եթե իրանք հետախույզ դիվերսանտ են, ես դա բարձրաձայնել եմ մի քանի ամիս առաջ, որովհետև եթե ինքը զինծառայողը Կարմիր խաչի օգնությամբ զինծառայողը վերադառնում է իր երկիր։ Մի տարի հետո 2-5 կապ չունի։ Եթե ինքը հրաման է կատարել, ու հրաման կատարելուց ստիպված է եղել կրակի թեկուզ քաղաքացիականի վրա, նա հրաման է կատարել։ Ու մարդը դատվում է ոչ թե պատալոգով, այլ պոլով։ Եթե հոդվածը այդում է 5-ից 20 տարի, ինքը 5 տարով է դատվում։ Ու Կարմիր խաչը ամեն գնով դա ապահովում է։ Իսկ եթե իրանք քաղաքացիական են, կենտրոնական հրաման չեն կատարել պետության կողմից, կամ կատարել են ինչ-որ բաժիկ բուզուկների, տերորիստական կազմակերպության կամ կուսակցության առաջնորդների հրամանները, այդ դեպքում իրանք հանցագործ լինելով կարող ես դատել քո օրենքի ամենախիստ ձևերով։ Դա նշանակում է, ստե միտեղ հյուրանոցում կարելի է իրանց մի 25 տարին կամ ցմահ ապահովել։ Դա մեզ ավելի ձեռ է տալի, քան հերոսաբար իրանք վերադառնան ու դառնան սարդարով տղա կամ տղի։ Ինձ հետաքրքիր է մոջահեդները, որ եկան Ադրբեջան կամ տարբեր թուրքական պետություններ, իրանք հետո պատերազմի ավարտից հետո 94-ից հետո ուր գնան, մնացին, պետք գնացին իրանց երկիր, արդյոք հիմա իրանք բան իսլամական պետության կազմում են կռվում այդ ադրբեջանական ազգաններով, հետ կգան, ինչ կլինի էլի Ադրբեջանը, կարող է այդ Ուրեմն մոջահեդները կոնկրետ Աֆղանստանից եկած ուշտում ցեղերը այդ ներկայացուցիչները մեջները սև առագիլ խմբավորման ասենք թեթև մի կտոր կար այդ դրանք որ եկան կռվեցին բավականին լուրջ զոհեր տալով բայց դա լուրջ մեծ վնաս հասցնելով իրանք շատ վտանգավոր էին եւ Բաքվի կառավարությունը անմիջապես պատերազմից հետո կամ զինադադար կնքելուց հետո ցրում է այդ բրիգադան, այդտեղ իրանք շատ հետաքրքիր էին կռվում։ Կռվում էին միջև ուրբաթ։ Ուրբաթ օրը եթում էին օդպուստ մի 2-3 օրը ու գոնե ճակատում դու գիտեի, որ այս քանի օրը պիտի հանգիստ լինի, որտեղ մոջահեդներ էին դեմատ ու մոջահեդները գնացին հանգստանալ։ Այդ շատ հարմար էր այդ տեսակետից, երբ որ թշնամիտ գիտես ոնց է իրան պահելու հետո կամ ոնց է պահում հիմա, դա լավ է։ Իսկ իրանք հետագայում սկսեցին մի մասը վերադարձավ քիչ թե շատ մեծ գումարներով Աֆղանստան, մի մասը մասնակցեց արդեն դրանից մի 5 տարի առաջ Բաքվում արմատներ գցած այդ կազմակերպությունը, որ շատ հիմա մոդայի կա, Ալ-Կաիդայի բաներով, կանալներով տեղափոխվեց Հյուսային Կովկաս ռուսների դեմ կռվելու։ Ու որ ռուսը իրանց չէր նկատում ու մի քիչ աջակցում էր այդ ամեն ինչին, ինքը դրա համար մի փոքր քացով կերավ լավ արած։ Թող մեկ մեր դաշնակիցը լինելով իրանք հիմարի պես չկերակի ապագա օծին դոշի ապագացնելու։ Պետք է հիշի, որ մենք ենք միայն ու միայն այս տարածքում Իրանից մի ուրիշ ձևի կախված ժողովուրդ, որը որ ստիպված է իրան դաշնակից լինի։ Մնացած ժողովուրդներից ինքը մենակ խնդրում է, պահանջում է, բայց սպասելիքներ չունի, որտեղ սա թքացում է ռուսի վրա։ Մենակ մենք չունենք, որտեղ գողներս, ասենք, հակառակորդները, որ թշնամի են դառել։ Ռուսը մեզ պետք է, երբ որ ինքը իրան հիմարի պես ապան, թող մեր կողմից ատամ թափի վրից, որ լավ հասկանալ, որ չի կարելի հակահայկական լինել, չի կարելի միակ դաշնակցին է այս տարածքում նեղություն տալ, թեկուզ մեզ բան բացատրելու համար։ Ես կապված Աֆղանստանի հարցով մի փոքր տեղեկություն առանց մանրամասնելու առանց տալու այդ մարդու անունը, որտեղ դեռ ժամանակը չի բացելու, ուրեմն Հայաստանի կից բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը այդ ժամանակ գնաց Իրան եւ Իրանից հատուկ օդանավով թռավ
Քավուլ հանդիպեց Գուլբեդինի հետ եւ որոշ հարցերի շուրջ եղավ պայմանավորվածություն, որի դիմաց Գուլբեդինը նաեւ բնականաբար արդեն հրահանգեց փոխել քաղաքականությունը։ Մենք ավանցներին օգնեցինք հիմնականում բժշկության եւ նման հարցերում, որի դիմաց նաեւ կարողացանք այդ բարեհաճությունը շահել։ Ընդհանրապես այս դաշնակիցների հարցը շատ ավելի խորն է եւ բազմաշերտ է տեղի ունենում, այնպես որ այդ կգա ժամանակ միգուցե այդ մարդու անունն էլ կտամ։ Ինձ իմանալից շատ հետաքրքիր։ Եթե մենք հաղթեցինք Ղարաբաղյան կռվումը, ինչի մենք կապիտուլյացիա չարեցինք Ադրբեջանում, ինչի զինադադար կնքեցինք։ Այդ հարցը միշտ շատ ուզվել է այդպես ասել։ Մենք ով Հայաստանի Հանրապետությունը։ Այո, մեր Հայաստանի Հանրապետությունը։ Չէ, հաղթեց Ղարաբաղի Հանրապետությունը։ Զինադադարը կնքված է 3 կողմերից։ Հա։ Հայաստանը որպես գառանտ Ղարաբաղի կողմից, ասենք, շատ դժվար հարց է, որովհետև ես գիտեմ պատասխանը, ես գիտեմ, ասենք, որ մենք ուղղակի էլ չենք կարող պատերազմենք, որովհետև մաշվել էինք, որովհետև մեր ժողովուրդը այնքան էր իր կամավորականության ռեսուրսը սպառել, որ արդեն գալիս է իր սարեր, մի վաշտի մեջ մի հատ կամավոր չէր տեսնում 100-ից։ Կամավորականությունն է պատերազմի ժամանակ շարժիչը գլխավոր ռազմական մեքենայի։ Ես նկատի ունեմ կամավորականությունը, որը որ մարդը չի սպասում պավեստքեն գա։ Պարտադիր չինք էտար ֆիդեական ջոկատ, ինքը կարար էտար զինկոմիսարիատ կամ միջև սովետի փլուզում ՄՎԴ, էտար քացով մի երկու հատ դուր բացեր, մի երկու հատ խփեր, ուտնս դեպքեր շատ են եղել, սեղանին ասեր ինձ ընդգրկեք կամ եկին գործերի շարքում կամ արդեն բանակ ստեղծելու շարքում, բայց այս ռայոնում, որը սահմանամերձ է, այդ կամավորականների թիվը այնքան էր նվազել, զոհվել, վիրավորվել, հիասթափվել, այնքան էր նվազել, որ արդեն շատ դժվար էր մարդկանց ոտի կանգնացնել ու ասել գնանք առաջ։ Մեր ջոկատը 90 թվականից մինչև 92 թվականի վերջ ոչ մի հետախույզ դիվերսանտի բան չունեցավ Պապալնյանը։ Մենք փորձեցինք մեր ուսումնական բազայում երիտասարդներից կադրեր աճացնենք, 20 քանի հոգուց ընդամենը մի հատ էձիկը ստացվեց Էյֆիա ջան, հետախույզ, շատ դժվար է։ Հիմա Հայաստանում չի, չէ՞ կարծեմ։ Չէ, ինքը հիմա Ամերիկայում է։ Միակ մարդը, որ այդ ջահներից ստացվեց որպես հետախույզ դիվերսանտ։ Իսկ մենք երբ որ հավաքվեցինք սովետական սպեցնազում ծառայած հետախույզ դիվերսանտներով ու որոշում էինք, որ ջոկատ կազմենք, պաշտպանենք ազգը, արդեն 89 թվականի դեկտեմբերին մոտ 100 հոգի էինք հավաքվել։ Այդ 100 հոգին մենակ Լագոդեխի բրիգադան էր եւ մի քանի հոգի Չյուրչիկի բրիգադան, Ստարի Կրեմլի բրիգադայից եւ կար մի երկու հոգի Մարինագորկայից եւ Կիրովագրադից։ Այդ իսպեսնաց բրիգադաներն էին, հա։ Ուրեմն այդ 96 հոգուց 15 հոգի ասացին կկռվենք, 15 հոգուց ընդամենը 6 հոգի կազմեց, ուզում եմ ասեմ, կամավորականությունը շատ փոքր ռեսուրս է, որը փայլ է պետք։ Ցանկացած ազգ ունի մի սերուցք, դա կամավորականություն։ Հիմա թե պատերազմում են իրանք, թե պոեզի գիծ են գցում, կապ չունի, կամ Շամ Իրանի կանալն են փորում։ Այդ կամավորականության ռեսուրսը սպառվել էր, իսկ նորագոչիկներին եւ վայնկամատում ծառայած փոխկերած սովետական օֆիցերների կազմված բանակը դեռ այդ հարցերը չէր կարող լուծել։ Միայն ու միայն նոր ստեղծվող բանակի եւ ջոկատների, ֆիդեական ջոկատների համադրությունն էր բերում հաջողության։ Էլ չեմ ասում, արդեն մտնում ենք շատ խիստ բնակեցրած տարածքներ, ասենք Կիրովատը 500,000 բնակչություն ուներ, 370, 500,000, մենք հոկոտորած չենք անելու կես միլիոնանոց քաղաք, չենք կարա, իսկ կես միլիոնանոց քաղաքը անգամ եթե կես բնակչությունը փախներ,
9.5-ը պայելու համար պետք է գոնե 7% բնակչության զինված խմբավորում այդտեղ ոստիկանական ֆունկցիաներ աներ։ Այդ 250,000-ի վրա, հələ մի հատ հաշվեք, 10,000 մարդեր կրեք։ Ընդհանուր մեր բանակներ այդքան։ Կներեք, էլի, բայց այդ ասում եք ճիշտ եք ասում, բայց փաստորեն 94 թվին արդեն հաղթել եք, այդ պետք չէր առաջ գնալ։ Այդ ինչքան որ վերցրել էինք, դրանով բավարարվեինք ու կապիտուլյացիա հայտարարենք։ Ոնց որ օրինակ սովետական միությունը 45 թվին Սովետը գնաց, գերմանական Բաքուն մտավ, Բերլինա կոչվում։ Այնտեղ Ալիևն էլ թույն խմեց իր կնոջ հետ։ Իրանը մի հատ գնդակ արեցին, վառեցին։ Այ եթե մենք է Բաքու մտնեինք, այդքան պոտենցիալ ունենայինք։ 18 թվականին, երբ որ Հայաստանը անկախացավ մայիսին, կամ փորձեց անկախանալ, կամավորական մեծ շարժում ստեղծվեց, սաղ աշխարհով մեկ, գենոցիդ ապրած ժողովուրդը տասնյակ հազարներով իր զավակներին ուղարկեց։ Կամավորականությունը, երբ որ ես ասում եմ քիչ էր ու ռեսուրսը մեր քիչ էր, ես մենակ նկատի չունեմ մեր 3 միլիոնանոց Հայաստանի քաղաքացիների։ Ես նկատի ունեմ 10 միլիոն հայերի, որից կեսը երևի մոռացել են իրանց հայրենիքը, բայց գոնե 2 միլիոն էլ կար, չէ՞։ Բա ուր էին այդ կամավորականները։ Երբ որ ինձ ասում են մի քանի անուններ են տալի, ասում են դու սխալվում ես, անուններ են տալի, այս մեկը են, մեկը են, մեկը։ Հա, համար ես սաղին գիտեմ, բամոտ չի, ես սաղին գիտեմ, Սփյուռքից եկած տղաներին։ Բամոտ չի, իրանք պետք է հազարներով ըրնեին։ Ես ինչ իրավունք ունեմ այդքան մարդ իմանամ, որ մեր ազգի 9.5-ից մեծ կեսի, ասենք, ռեսուրսներ կամավորականության։ Ամոթ չի, որ մեր 7 միլիոնը ընդամենը 300 հոգի մարդ ուղարկեց, որից 30-ն են իսկական կռվել։ Ամոթ չի։ Բա համ ուզում ենք Բաքուն վեկանենք, համ ոչ մի ձևով մեզ նեղություն չենք տալի։ Ամեն գնով երեխեքին դաստիարակում ենք, շուտ թռցնում ենք Հայաստանից դուրս, թե այն վաղ, թե հիմա, որ անկրճ շարից փորձանքից հեռու էլի, անկրճ բանակ չէ, դա բան չպատայի։ Հետո ուզում ենք Բաքու վերցնենք, հույսներս դրել ենք, որ մեր տեղը կռվի Թալիշը կամ ասենք լեզգին։ Եթե դու ուժեղ չլինես, ոչ մի բանից չես օգտվել։ Այսօրով թուրքը դաժե որ քանդվի, ոնց որ ես մեկ-մեկ ասում եմ Կարֆագեն должен быть разрушен, Սցիպիոնի դերն եմ խաղում։ Անընդհատ ասում եմ դա։ Եթե ինքը քանդվի ու մենք այս վիճակում ելնենք, մենք լավագույն դեպքում մի 4 հատ նռան այգի ավել կողմ ունենանք ու վերջ։ Մենք կռի աճապը դուրս չենք գա։ Մենք պետք է համապատասխանենք այն հավակնություններին, որ ունենք։ Ոնց որ հիմա ցեղասպանությունից ենք խոսում, ու արդեն պահանջատեր լինելով։ Այդ ինչ ենք անում, որ հանգարց թուրքասի լավ Խարսի նահանգը ձեզի կոմպենսացիա Սուրմալուի հետ։ Ինչ ենք անում, որ այդ կարողանանք յուրացնենք։ Ոչ մի բան։ Ոչ ավել երեխա ենք ունենում, որ կարողանանք մարդկային ռեսուրսներ ապահովենք։ Մինչև հիմա սաղ խոսում են հрьяաները սենց նախանձում են, ես իմ հիանում են, բա մի երկու հատ էլ իրանց լավ բաներից օրինակ վերցրեք։ Կա օբշի եվրейский ֆոնդ, որը ստեղծվել է Աստված գիտի երբ։ Իսրայելի այսօրվա պետության բյուջեի երևի կեսից ավելին օբշի եվրейский ֆոնդն է ապահովում դրսից եկած գումարներով։ Բա մենք իրանց պես ծրված աշխարհով մեկ եւ այլն ոնց է դա չունենք։ Կարճ ասած աշխատել է։ Իսկ մենք առանց աշխատանքի հույսներս դրել ենք Աստծո վրա։ Թիկունքից կարողացել էր ապահովել իրենց գործողությունների շնորհիվ եւ օգնել էր պատերազմին եւ պետությունը գրամատներ է դրել էլի։ Ուրեմն հարց առաջանում մշտապես լինելով այս պատերազմական գործում մեջ եւ ունենալով հա մերձավոր արևել նման շնամիներ։ Արդյոք չեք գտնում, որ նման կազմակերպություններ պետք է միշտ լինեն, կամ ինչ հարվում կամ դուք ձեր կեսափոխով ինչպես կարող եք նպաստել, որ նման ջոկատներ լինեն, որ մեր ճշտամիները որտեղ խնդիր են ունենում, հայկական ջոկատներն այդտեղ մասնակցություն ունենան, իհարկե մեր պետականության, եւ ընդհանրապես այս Ադրբեջանի խնդիրը, ոնց որ
եք ասում Ադրբեջանը, Մեսկասպիան, Թուրքիան, այդ խնդիրը ակտուալ, արդյոք հնարավոր չի դա իսկապես կավանել ուզել ու հասնել այդ խնդրի, եթե կամավորականությունը կարող է կամավորականությունը վերջում պատերազմը հաղթեց, այդպես ուսը չվարնենք, այն իսկապես գործում ուժ դառնալ։ Ինչ որ ամանք ժողովուրդ ենք, չէ՞, մի հարցի մեջ մի 4, 5, 10 շատ հարց ենք լսում։ Լավ, քեզ ապի հետ կապված ասեմ, մենք ունենք պետություն, որը չձևավորվեց, հռչակվեց 91 թվականի վերջ սովետի խլուզումով, 92-ի սկիզբ, ասենք, դառավ նորմալ պետություն։ Եթե մենք մեզ պահենք պետություն չունեցող ազգի նման, մենք կարանք անենք կործանարար հարվածներ ստանանք, որ այս մի փոքր հողակտորներ կորցնենք։ Դրա համար պետք է լինենք խելացի։ Երբ որ քեսաբի հետ կապված քննարկումներ էր ետում, մի 3 տեղից հրավիրել են, ջայլները շատ լավ է, մեր ոնց թուրքերի պես չեն, խիզախ են։ Ասեց խիզախ լինելը քիչ է։ Արդեն ունենք պետություն, մենք պետք է ստիպենք մեր կառավարությանը, որ կառավարությունը ակտիվ քաղաքականություն վարի եւ թեկուզ խաղաղապահների տեսքով հայկական բանակի զորամիավորումներ ուղարկի այդ տարածք։ Դա տեղի ունեցել է միջայլոց։ ՕՕՆ-ի այդ ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իտալական զորահրամանատարության հետ եկել են ընդհանուրի եւ հայկական մի փոքրիկ ստորաբաժանում հետում է Լիբանան։ Դա հիմքն է ակտիվ խաղացողի այդ ռեգիոնում ակտիվ խաղացողի հայտարարության եւ ռեալ խաղալու, ասենք, փորձն է։ Նման ձևով պետք է աշխատվի հիմա, որովհետեւ Ասալան կոնկրետ, որ բոլորս ասում ենք Ասալան արթնանա, մի բան անի, Սաֆարովինը իր կաբինետում դեսի ինչ անի, հենց Սաֆարովը մեզ պետք է գազանանություն իր համար վանդակ պետք է նախորդ պատրաստենք, պահենք, փայփայենք։ Ասալան այնքան խելացի էր, որ երբ որ սկսեց ստեղծվել պետությունը, ինքը հայտարարեց, որ ինքը էլ չկա։ Երբ որ կա հայ պետություն, հայ տերորիստական կազմակերպությունը դա հանցավոր վերաբերմունքը այդ պետության նկատմամբ։ Վասալայի տղաները շատ ակտիվ մասնակցելով տարբեր պրոցեսներում արդեն ասալա չեն։ Ու հիմա դուք առաջարկում եք ստեղծել ասալաներ, ջոկատներ։ Պետությունը չի կարա ջոկատներ ստեղծել, մենք որ թուրք չենք։ Մենք ունենք պետություն, որը կարա հարցեր լուծի, ու լուծեց գոնե արաբական այդ հատվածում, մենք հայտնվել ենք խաղալարի տեսքով։ Այնտեղ, որտեղ մեր կարիքը բացարձակ չկա, այնտեղ էթում էինք։ Հիմա այդ այնտեղ, որտեղ մեր կարիքը կա, նկատում եմ, որտեղ հայեր են ապրում, իրենց պաշտպանել է պետք։ Ինչ վերաբերվում է Քեսավին, Սիրիայի բնակիչները, կոնկրետ Ալեպոյի եւ Դամասկոսի բնակիչները շատ վաղուց պետք է տեղափոխվեին Քեսավ եւ ստեղծեին փոքրիկ հայկական օջախ, ամրոց Թուրքիայի սահմանի վրա։ Եթե այդպես անեին իրանք մի քանի տարի առաջ, շատ ամուր կլինեին ու իրանց մոտ ոչ մի իգիշ կամ ընդե ջեփխետան նուսրա չեր մտնի։ Եթե հիմա էլ անեն իրանց մոտ 1-2 տարի հետո արդեն ոչ մեկ ռիսկ չանի ոտ դնի։ Իրանք հիմա էլ կարան հավաքվեն Քեսավ, իսկ Քեսավը բավականին մեծ տարածք է, այդ տարածքում պատկերացրեք մոտ 50,000 ոչ հայ ապրում, իրանց կարելի է սիրուն ասել հեռացեք ստեղից։ Սիրուն, առանց կոտորածների եւ այդ դարձնել փոքրիկ հայկական Կիլիկիայի մի կտոր։ Եթե դա այդպես լինի, հավատացեք, Քեսավ ոչ մեկ չի մտնի ոչ հայ առանց հայերի թույլտվության, որտեղ Քեսավը բավականին լավ, ասենք, գաղութ է հայկական, երևի միակ լավ գաղութն է իմ տեսակետից, միակ տեղն է, որ քաղաքական ուժերը իրար բողազ չեն կրծում ու կրոնական տարբեր գույնի ներկայացուցիչները իրար մորուքից չեն քաշում։ Հոյակապ տեղ։ Պետության կողմից, վապրոս մի կանն է,
չգիտեմ։ Իդեպ Facebook-ը նես լավ բան է։ Ես առանց մի կոպեկ ծախսելու, մենակ Facebook-ի աչքին իմ ակումբը լավ ռեկլամ եմ անում։ Դրա համար Facebook-ի մասնակից մարտիկներին այդքան քարկոծել պետք չի, ու իրանց անվանել լավ անուղեղ, որտեղ այդ 100 անուղեղից մեկը ուղղակի խենթն է, իսկ խենթը լավ բան է։ Սասունցի Դավիթին կարելի է հիշել, կամ 40 տարի Սասուն ղեկավարած Մհեր Մեծին։ Կարճ ասած, այսօրվա տեխնիկական միջոցները տարբերվում են առաջվա տեխնիկական միջոցներից։ Մարդիկ առաջ ոնց են դրան ասում, կուխոնը բան էին անում, դիմոկրատիա։ Նստում էին խոհանոցում, ինչ-որ ռադիոյով լսում էին, ընտանիքի կողմում քննարկում էին։ Հիմա Facebook-ի օգնությամբ ավելի մեծ է։ Գիտեք ինչ կա, մենք վաղուց ենք փորձում մեզ դարձնենք շատ ավելի լացկան, քան մեզ բնությունը ասենք դարձրել է, իծնե։ Ու ամեն ինչը վերածում ենք ցեղասպանության, ու սկզբից մի հատ լացում ենք աչուն ձախ նայելով երեխեք ու պես աղա մի հատ մեծահասակ Made in America կամ Made in Russia կօգնի մեզ, էլի կբարձրացնի շորտիկներից փոշին թափ կտա կօգնի։ Ես իրոք համոզված եմ, որ մենք իրավունք չունենք այդքան լացկան լինելու, որովհետև մենք ամենալավ ազգն ենք այս երկրագնդի, մենք պետք է չլացենք այսքան։ Բայց դե ինչ արած հիմա մցրել են մեջներս, այ դե հսկա ռուսներն է այտենց իրան պահում։ Հələ մի հատ ուշադիր նայեք, էլի, գրեթե բոլոր պատերազմները ռուսն է սկսել, բայց անընդհատ ասում է մի հատ պետություն ունենք, որ 200 տարի ոչ մեկի վրա չենք հարձակվել, մենակ մեր վրա են հարձակվել։ Սա ինքն է սկսել։ Հունգարիա ինքը մտավ 1848-ին, Թուրքիայի վրա ինքը հարձակվեց 54 թվականին 1800 այդ Սինոպը բանը որոշում։ Միշտ ինքն է հարձակվում, վերջում ասում է հարձակվեցին մի կերպ լարեցին հողերից զավթիչներին։ Երևի էդի նորմալ մարդկային մենտալիտետ է, որ մարդը ասենց մեծ կատեգորիաների մեջ իրան երեխու տեղ է դնում, միշտ ուզում է մեծին դիմի։ Երևի էդի նորմալ է։ Բայց ինչ չի դզում։ Չէ, աղջիկը հետո դու։ Մեր խոսքից հետ հասկացանք, բոլորս էլ գիտենք, որ հայի ոգին մեծ ազդեցություն ունեցավ, մեծ դեր ունեցավ Արցախի ազատագրման հարցում։ Ինչպես է գնահատում այսօր բանակում մեր զինվորի ոգին, հաշվի առնելով, որ եկեղեցին շատ մեծ ազդեցություն ունի ինչպես ինչու բանակում, այն որ բանականները թույլ տալ հարցս ուղեմ բանախոսին։ Այսօր բանակում բաժանում են աղոթագրքեր, որտեղ գրված են աղոթքներ գերի ընկնելու դեպքում, ինչպես է գնահատում։ Ես նման աղոթք չեմ հանդիպել, բայց ունենց հաճույք ստացա, երբ որ պարադի ժամանակ տերտերներին քայլելուց տեսա։ Ոչ եմ ասում։ Որովհետև այն մարդը, որ ասում է, բանը, ասենց քարոզ անում, ասում է, հելեք գնացեք հայրենիք պաշտպանեք, իդեպ հայկական եկեղեցին դա այդ ձև է, էլի, ասենք ռազմական գործին եւ բանախոսին լսել։ Ուրեմն մեր եկեղեցին մի կարճ պատմություն ասեմ, սա տեղելի գա, էլի, մեր եկեղեցուն արժե սիրել ու պաշտպանել։ Ուրեմն առաջի անգամ 89 թվականին միջև այդ ես էլի որ բաների մասնակցել եմ, բայց առաջի անգամ կրակում եմ ու ապուշ են գնում ա։ Ու վատ եմ ինձ կում, մարդ եմ սպանել։ Ու երևի սպանել, չգիտեմ, որտեղ ինքը հեռու էր։ Վերջը կոնկրետ անուններ չտամ, որովհետև ես համաձայնվել եմ դու որ սա բանում լինի, ասենք ցանցան գնի, այդում եմ Հայաստանից դուրս մի եկեղեցի,
մտնում եմ ուշադիր նայում եմ ոնց փախնեմ, որովհետև կարող KGB-ի NVD-ի ագենտ լինի ու տերտերին ասում եմ, տեր հայր մեղք եմ գործել, համառոտ ասամ էլի, դրվագներ կա հետաքրքիր, բայց դա իջացնենք։ Բա ինչ մեղք ես գործել, ասի մարդ եմ սպանել, ես խեղճ է դառավ այս գույնի։ Պրոշները կապտավ, ճաքեց աշկից դեմը, ճճտալով սկսեց տրակել։ Մի կերպ ասեց այդ ոնց ա եղել, մի հատ ասա դա երբ որ թուրք հարձակված հայ չոբանների վրա, Չինարի գյուղի, ասենք հոդեքը, Արծվաշենի հոդեքի ծեսյան ու այդ բանը թուրքերը եկան 99 տարան երկու չոբանային հետները տանում, բան այնտեղ մեկ է տենամ sense ոնց որ ջրի մեջ գույնավոր բան շշի մեջ գույնավոր հեղուկ ես տեսնում, sense ինչ-որ ձևով գույնը տեղ է եկավ։ Մի կերպ աշկերը տեղ է եկավ, ասես թուրք ես սպանել, ասի հա, հային պաշտպանելուց ասեցի հա, օրհնում եմ քեզ նման գործի, այդ մեր եկեղեցին դա է, եթե մեր եկեղեցուց բացի նաև կան, խնդրում եմ իրար հետ մի քիչ մի պատերազմեք, մի հասարակ պատճառով, էլի մենք տարբեր ընտանիքից ենք բոլորս ու իրար շատ հաճախ կարանք չհասկանանք, բայց այդ չպետք է պատճառ դառնա, որ իրար թարս նայենք, որտեղ թարս նայել մեզ հայրից կարելի է մենակ սահմանից ենք դեպի Թուրքիա։ Ուրեմն կան կառույցներ, որոնք եկեղեցի են կոչվում, բայց եկեղեցի չեն։ Իմ համար շատ հոգեարազատ մի մարդ կա, կնոջս ազգականն է, ինքը իմ համար դանակներ է սարքում, մամա ակումբի համար, նետման դանակներ, շատ է սարքել, ուրեմն իր տղան բանակում է ծառայում, այս հարձակումների ժամանակ ընդեղ էր ակտիվ, իրանք աղանդավոր են, մի ուրիշ եկեղեցու են պատկանում, ուրեմն կռվի ժամանակ, երբ որ թուրքը ինչ-որ գործողություն արել, տղեն աղոթել է, կրակելու փոխարեն, դա հիմարություն է, բայց երբ որ ռեալ պատերազմ լինի, հավատացեք, Եհովայի վկա չէ, թեկուս ընդե Ախորամազդայի վկաներնի կամ Վիշնոյին է, շատ շուտ խելքի գգա, շատ շուտ, էլ չեմ ասում ցանկացածը, որը խրամատներում է գտնվում, ու երբ որ ընդեղից գալիս է մի հատ ինչ-որ հրթիռ, ու դրա ձենը լսում ես, դա նշանակում է քեզ չի գտնում, արդեն կողքի է այդում, բայց քո մեջ ունեն սարսափ այդ ձենը նստում, որ 100 անգամ Աստծո անուն ես հիշում, անկախ քեզանից, այդ տերտերի կարիքը զգում ես, ու ես ուրախացա տերտերների շարքում տեսնելով, ուրեմն տերտերը զինվորի կողքին է լինելու, ինքը պետք է կողքին լինի, եթե ինքը կողքը չի սենց քարոզ անում, ոնց որ հիմա ես, դա լավ բան չի, հեչ լավ բան չի, ոնց որ բժիշկը պետք է դիրքերում լինի, ոչ թե գոսպիտալում, բելի վառատնիչով, ոնց թե ես այդտան կեղտոտվեմ, դիրքեր, ցեխեր, քո տեղը բժիշկ ջան, տերտեր ջան, խրամատում է զինվորի կողքին, որտեղ երբ որ զինվորը ինչ որտեղ պսիխոլոգիչի տրավմա է ստանում, դա տերտերը իրան կողքին, վիրավորվում է բժիշկը կողքին, միջև օմարից մեկին իջնես գոսպիտալ 48 անգամ գմեռնի, հիմնականում ոչ թե վերքից, այլ ցրտահարվելուց։ Դրա համար իմ կարծիքով եկեղեցին բանակում ուղղակի պարտավոր է ներկա լինի։ Վերջին հարցը։ Այո։ Ես չեմ լսում, խնդրում եմ բարձր։ Ինչպես կգնահատեք ներկայիս բանակի հնարավորությունները, նմանատիպ երբ որ Հայաստանը ՀԱՊԿ ակտիվ անդամ է եւ միգուցե ռազմական ակտիվ գործողություններ լինեն, մեր դիրքերը ինչքանով կառաջանա դեպի մեր պատմական հողեր։ ՀԱՊԿ իսկ ավելի շուտ Ռուսաստանը, մեր դաշնակիցը ռազմական, իմ կարծիքով այդ սայուզները, այդ ՆԱՏՕ, բան, այդ միգուցե շատ տեղերում շատ կարևոր են, բայց այս ռեգիոնում երկու պետություն, երբ որ իրար հետ պայմանավորում են, դա ավելի կարևոր է, քան ինչ-որ դաշինքներ, պայմանագրեր, համատարած, պատկերացրեք այդ հապկի մեջ սլավոն երկու պետությունից բացի մտնում է ոչ թուրք, մեկ էլ մի պետություն են, մնացածը թուրքալեզու են, հա,
օգուստ չեն, բայց դա թուրքան լեզու են, դժվար թե իրանք գա, մեր խաթր սկսեն կոտորել իրանց թեկուս դվայորոտնի կամ տվայորոտնի աղբերների։ Դրա համար իմ կարծիքով մեր ռուսների հետ անմիջական պայմանավորվածությունները ավելի կարևոր են, քան հապկը։ Ինչ վերաբերում է ռուսը գետը առաջ, դա էլի օպերայից է, էլի թող մեր տեղը ուրիշը կռվի։ Մենք պետք է առաջ եթանք։ Ռուսը խիմ է առաջ։ Մեր բանակի հնարավորությունները։ Եթե բենզին ունի, կեթանք։